ես ողջունում եմ Սրբազան պայքարի այն շարժումը, որը մեր ժողովրդի մեջ ձևավորվել է, որը ուղիղ կարելի է անվանել աստվածային շարժում, եւ առաջին անգամ ես կցանկանամ, որ քանի որ հույս ունեմ, որ այս իմ խոսքը լսվելու է բավականին մեր հավատացյալների կողմից, որը բնականաբար Սրբազան նշանակում է նաև քրիստոնեություն, մեր սուրբ հավատքի, եւ 2-3 ամիս առաջ մենք Գորիսում այսպիսի մի խոսք արտասանվեց, որը որ հանրային ճշմարտություն է, ասենք մենք չենք ասում առաջին անգամ, բայց կոնկրետ որը մենք լսում ենք, որը եւ բոլոր կայքերով եւ ասենք տարբերակով կարծես այդ ամեն ինչը մոռացվում է, բայց մեր ժողովուրդը այս իրավիճակին հասել է հենց նրա պատճառով, որովհետեւ մենք մի փոքր ոչ թե Աստվածը մեզ հեռացել, այլ մենք ենք Աստծուց հեռացել այն առումով, որովհետեւ մեծ մասը հասարակության գնացել են ավելի շատ Աստծուց են հեռացել մատերիալիզմի այս ամեն ինչի տարբերակով, եւ եթե մենք ողբը կարդում ենք, ողբը Մովսես Կորոնացին իր ողբում գրել է 5-րդ դարում, որ ինչի մենք կորցրեցին մեր սուրբ հայրենիքը, այդ ժամանակ որ Հայաստանը արդեն մասնատվել է, որովհետև մեր իշխանները վախկոտ, մեր հոգևորականները անհավատ, մեր ուսուցիչները, որ այսօր փորձում են նորովի կրթվել, ասենք նույն ուսուցիչների տարբերակով անկիրթ հոգևորականները անհավատ, այսինքն մեր սուրբ տները փակեցի, տեղը հազարներևություն պորտականցներ բանեցին, այսինքն դա մի ժամանակաշրջան էր, երբ այլասերմացություն տիրեց մեր երկրում եւ մեր հայ ժողովուրդը իր ճշմարիտ քրիստոնեական իր ճանապարհից հեռացավ եւ նաեւ այդտեղ այդ ողքում մի շատ, այսինքն կոդը ասում, եթե մենք ուզում ենք մեր սուրբ հայրենիքը վերադարձնենք, որը մեր բոլորի համար սրբություն է, ապա մենք պետքա վերադառնանք այն արմատներին, որը խորենացին գրել, այսինքն մեր հոգևորականները հավատացյալ, մեր զինվորականները հմուտ, մեր դպրոցները իրոք բան եւ մեր երկրում պետքա թագավորի սերը, որովհետեւ սա իրոք Սրբազան պայքարի համար եմ ասում եւ նաեւ մեր հավատացյալ ժողովրդի, որովհետեւ որտեղ կա սեր, այնտեղ կա Աստված, որտեղ կա Աստված, այնտեղ հաղթանակ։ Այսօր շատ է խոսվում, որ ինչու համար միասնություն չկա, մենք չենք միավորվում ինչ տարումով, բայց միասնություն չի կարող լինել այնտեղ, որտեղ սեր չկա։ Ժողովուրդը եթե ուզում է միավորվի, ինքը պետք է առաջնորդվի քրիստոնեությամբ, քրիստոնեությունը ինքը սեր է։ Այսինքն սեր այնպես որպես ընտանիք, ընտանիքի չկա միասնական, ընտանիքը միասնական է սիրո, չի կարող ընտանիքը լինել առանց սիրո։ Իսկ սերը դա ենթադրում է մեկը բոլորի, բոլորը մեկի համար։ Այո, կա մի բան, որ ամբողջ աշխարհում է այս վիճակը, մենակ մեր երկրում չի, բայց մեր հայ ժողովուրդը թող լինի աշխարհի առաջադեմ ժողովուրդը, որպես առաջինը քրիստոնեություն պետական կրոն, եւ եթե մենք վերադառնանք մեր քրիստոնեության արմատներին, որի հիմքում սերն է, սերը, միությունը եւ հաղթանակը, այսինքն որտեղ կա սեր, այնտեղ կա միություն, որտեղ կա միություն, այնտեղ կա հաղթանակ։ Սա պետք է մեր քրիստոնյա այրերի, մեր քրիստոնյա եւ մեր հոգեվոր առաջնորդների առաջին հաղթական ուղեցույցը լինի, որ մեր ժողովրդի մեջ իրանք միավորեն սիրով եւ միասնությամբ, իսկ միավորված հայերին, ինչ Ամերիկա, ինչ Ռուսաստան, ինչ Թուրքիա, ոչ մեկ չի կարող մեզ հաղթի։ Միասնությունը միավոր սիրով միավորված մեր ժողովուրդը կլինի անպարտ։ Մենք ժամանակ ունեցել ենք, երբ որ մեր ասենք անահիտ մեր ժողովուրդը սիրով հանդիսատակել, հիմա այդ քրիստոնեության ասես նորմալ չի մատուցում, այդ քրիստոնյա, ասենք աստվածաշունչի մեջ ասենք գրված է այդ գլխավոր ասպասերն է, եթե այսինքն սեր եւ միություն, այսինքն աստվածաշունչը առավոտից իրիկու պետք է, եթե բոլոր էջերի վրա, այսինքն դա նշվի սիրո մեր հոգևոր հայրերը խրախուսեն, ինչ ասել է, սերը դա միությունն է, իսկ չի կարող միություն լինել այնտեղ, որտեղ սեր չկա։ Սեր միությունը Աստված հաղթանակ, որտեղ կա Աստված, այնտեղ կա հաղթանակ, սա է ճշմարտությունը։ Այսինքն մենք եթե հիշում ենք 80-ական թվականներին, երբ որ մենք Արցախյան պատերազմը հաղթեցինք, մենք հիշում ենք, մենք շատ միասնական էինք, որովհետև ունենք մեկ նպատակ, շատ միություն կար մեր մեջ։ Բայց երբ որ բիզնեսը փողը մտավ երկիր, փողը ինչ է, փողը սատանայի գործիք է, փողը պաշտոնը պարտքը։ Դրանով կարողացա մեր ժողովրդի պարակտել, բարեկեցությունը սարքելու ուղեցույց, կամաց, եւ նաեւ Facebook-ում հասարակական քաղաքացիական պատերազմը մեր ժողովուրդը մեկը մեկի դեմ ակրվել, վիրտուալ իրականությունում, դա պետք է փոխվի, մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս միասնական ենք, ունենք մեկ խնդիր, եւ մեր առաջին խնդիրը մեր վերադառնալ հաղթական, միավորված եւ ոչ միայն վերադարձնել այն ինչ որ կորցրել ենք, այլ նաեւ այն ինչ որի համար մենք սուրբ հայրենիք ենք կորցրել, խորենացին այդ մասին ասում է։ Ողբում այդ կոդերը տալիս է, որը կարողանանք մենք վերադառնանք, այսինքն մեր հոգևորականները դառնան լիարժեք Աստծո ընտերյալները, որոնք կարողանան սերը մատուցել մեր ժողովրդի սեր, միասնությամբ, հաղթանակով, զինվորականները իրար ամեն մեկը իր տեղում լինի, դպրոցներում կարողանան վերադարձնել այն ինչ որ ուսուցիչները իրան ժողովրդին կարողանան մատուցել են ինչ որ աստվածայինը, մաքուր արդարը, այսինքն մենք կվերադարձենք նաև մեր արևմտյան Հայաստանն։ Ոչինչ անհնարին չկա։ Սա է այսքանը։ Շնորհակալ ենք։ Այո, մերսի։